Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ հարյուրավոր կիլոմետր երկայնքով սահմանի 12 կիլոմետրը սահմանազատելուց հետո սպասելիքներ ձևավորվեցին, թե կշարունակվի գործընթացը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Հետո խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունները հիմք տվեցին կարծելու, որ եթե այդ բովանդակությունը երկու կողմերին հարմար է, ապա դրա տակ կարող է լինել երկու երկրների ներկայացուցիչների ստորագրությունը, բայց տոտալ լռություն է գործընթացներից թե մեկի, թե մյուսի շուրջ։ Սահմանազատումը գոնե այս փուլում չի շարունակվում, իսկ խաղաղության պայմանագրի կնքման համար սեղանին պահանջներ, նախապայմաններ են դրված։ Մեկ ամսից ավելի է ադրբեջանական կողմը կրակում է սահմանին ու քարոզչություն անում, թե հայերն են կրակողը։ Դիվանագիտական ճակատում էլ մեկ-մեկ թարմացնում են հետաքրքրվողների հիշողությունն ու գնդակը դարձյալ հայերի դաշտ ուղարկում։ Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը չկա հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետևում ենք գործընթացին, կան շփումներ։ Գործընթացներն իրարից անջատ քննարկելն արհեստական է, Ադրբեջանը դրանց վերաբերում է համալիր որպես մեկ ընդհանուր պրոցես։ Այսինքն, եթե Բաքուն գեներացնում է պահանջներ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար ու դրանք այսպես ասենք չի ստանում, սրտի ուզածը չի լինում, վիժեցնում է ամբողջ ընթացքը։ Չի կարող օրինակ առողջ համագործակցությամբ սահմանազատում կազմակերպել, որովհետև այն խաղաղության պայմանագրից անջատված է։ Ալիևին բնորոշ պահվածք է, քաղաքագետն ասում է կողմերի միջև փոխըմբռնում չկա բոլոր ուղղություններով։ Կողմերը չունեն դեռևս լիարժեք փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջ՝ սահմանազատման, անվտանգության երաշխիքների, տարածաշրջանային հաղորդակցության պայմանների, ինֆրաստրուկտուրաների ու տվյալ դեպքում Ադրբեջանի հռետորաբանությունը շատ ագրեսիվ ու վերջնագրային բնույթի է։ Եվ ես կարծում եմ, որ այն շատ հակասում է իսկական այս խաղաղ գործընթացին։ Ադրբեջանը ոչ միայն պարզապես լռում ու սպասում է, այլև զուգահեռաբար գործի է դնում քարոզչական ամբողջ արսենալը, ներսում ու դրսում խաբելով, որ հայերը կրակում են ու ինքն է սահմանային սադրանքների պատուհանը բաց պահում կրակում բնակելի տների վրա։ Ուսումնասիրելով Բաքվում գեներացվող խոսույթը, դրանք համադրելով ադրբեջանական պահվածքի հետ, Ադրբեջանը կարծում է կարճաժամկետ կտրվածքով սահմանային կրակոցները նպատակ ունեն պարզապես վախի մթնոլորտ ստեղծել, շանտաժի լավ պայմաններ ունենալ, հասկացնել ամեն պահի կարող են սրել վիճակը։ Հոգեբանական տերորի են ենթարկում այո մեր ազգաբնակչությանը, ակտիվ տեղեկատվական պատերազմ է ընթանում մեր դեմ։ Ես կարծում եմ, որ ցանկացած ռազմական սպառնալիք Հայաստանին ուղղված տարվում է սեփական այդ խաղաղության պայմանագրի որոշ կետեր Ադրբեջանի շահերին ուղղելու, թեքելու, ծառայացնելու համար, Ադրբեջանը նպաստ ստորագրելու համար։ Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Հայաստանի արտգործնախարարի վերջին մեկնաբանությունն է խաղաղության գործընթացի հետ կապված։ Միրզոյանը սակայն զուգահեռ հաստատում է, առայժմ առաջընթաց չկա, խոսակցություններ կան։ Ամերիկայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասնյակ անդամներ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին, հանդես գալով հրապարակային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով։ Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության հաստատման պայքարում, այլև պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանության էթնիկ զտումների համար և կարևորել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու համար ամենատարբեր միջոցների դիմելը նորություն չէ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը, ուսման, բուժման պատրվակով երկրից հեռանալը, կեղծ հիվանդությունների միջոցով տարկետում ստանալը հայրենիքի հանդեպ պարտքը չհանձնելու հիմնական ձևերից են։ Ու այդպես բազմաթիվ հայ տղաներ լքում են Հայաստանը մինչև 18 տարեկանը ու վերադառնում 37-ից հետո, կամ չեն վերադառնում։ Նման օրինակ դեպքերը հազարներով են։ Վերլուծելը վերջին 20 տարիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների թիվը, զորակոչի ներկայացած, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը, տեսնում ենք, որ վերջնարդյունքում հրավիրվածների միայն 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Ծառայությունից խուսափողները իրենց ընտրությունը հիմնավորում են ծառայության երկար ժամկետով սահմանային լարված վիճակով։ ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար, ներկայացնելով նախ խստացնող կարգավորումներ։ Առաջին, կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ
եւ որոշ առողջական խնդիրների դեպքում զրակոչել սահմանափակումը պարտադիր զինվորական ծառայության։ Երկրորդ, ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին։ Երրորդ, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Արական սերիային քաղաքացիները, ովքեր հերթական զորահավաքից կխուսափեն առաջ բերելով առողջական խնդիր ու կհրաժարվեն փորձաքննություն հանձնել, ըստ առաջարկվող բարեփոխումների կպատժվեն քրեական օրենսգրքով։ Ծառայության մեկնելու խրախուսող կարգավորումներով էլ падգամավորն առաջարկում է ներկայիս 3400 դրամի փոխարեն բարձրացնել շարքային զինծառայողներին տրամադրվող ամսական դրամական ապահովությունը։ Առաջարկվում է կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Գործողորեն Սրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք։ Ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն։ Առաջին, ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն։ Երկրորդ, ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եվ երրորդ, ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Եվ նաեւ երրորդ եւ վերջին խրախուսող կետը դա խրախուսել արական սեռի անձանց ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը, տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սահմանված գումար։ Վերջին կետը վերաբերում է ազգությամբ հայ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող արական սեռի ներկայացուցիչներին, ովքեր քաղաքացիություն հիմնականում ցանկանում են ստանալ 27 տարեկանից հետո։ Պետությունն այսպես ասած կոմպրոմիսային տարբերակ է առաջարկում։ Բացի ներկայացված բարեփոխումներից, падգամավորը նաև հայտնեց, որ կառավարության ծրագրի մեջ է մտնում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Առանց փակագծեր բացելու Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ հարցին իշխանությունը կանդրադառնա այս աշնանը կամ եկող տարի գարնանը։ Ազգային ժողովի իշխանական թևը հիմա էլ զարմանում է, սակայն միևնույն ժամանակ ողջունում, որ ընդդիմադիրները լիովին ու ամբողջությամբ ընդունել են ԿՊԱ-ականների պատկերացրած իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Կատարելապես մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ։ Ներսի խնդիրներից մեկը կոռուպցիային է վերաբերում։ Ազգային ժողովի падգամավորական երկու բևեռները մեկը մյուսին են մեղադրում։ Հիմա ով է կոռուպցիայի մեջ շատ թաթախված ընդդիմությունը թե իշխանությունը։ Ակնհայտ է, որ ինչպես դուք եք սիրում ասել, դիվահարվում եք, երբ որ կոռուպցիայի մասին է խոսք գնում։ Անհասկանալի է իսկապես, երբ որ պարզ հարց, երբ որ հնչում է ինչ եք անում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ, նման բուրըն արձագանք է դալիճում լինում ավելին, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը Սամբյոնից հրապարակային հայտարարում է եւ նաեւ կրկնում են մի շարք падգամավորներ, որ գյուղը գնում է, պահանջում են նախագաներին նստեցնել։ Անկեղծ ասած, այստեղ նստած եւ ոչ մենակ այստեղ նստած, նաեւ ստեից դուրս այդ երևույթներից հետո քաղաքացիները իզնից էլ պահանջում են, թե ինչու օրինակ օրենսդրական փոփոխություն չեք առաջարկում Բարսագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննություն անցկացնելու պահանջը դնելու եւ պարբերաբար այդպիսի պահանջով առաջնորդվելու համար։ Իշխանական թևը Արծվիկ Մինասյանին էլ մեղադրում է կոռուպցիոն գործարքների մեջ։ ԿՊԱ-ականները վկայակոչում են Մինասյանի 2016-ի մեքենան։ Կամ եթե այն գույքերը, որոնք որ հայտարարել էիք, որ ապօրինի են ժողովուրդ եւ վերադարձնում են ձեզ, վերադարձում է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոր կոպեկ ստացել է։ Ուր են այդ գույքերը։ Մինասյանը առաջարկեց գնալ Արշակունյաց եւ Տիգրան Մեծ պողոտաներ տեսնելու, թե ովքեր են դարձել մեծահարուստներ։ Իշխանապողությունից հետո պարզ կլինի շատ ավելի մեծ ծավալներով, թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանություններից եւ նրանց հետ աֆիլացված անձանցից քանիսը կա։ Դա անպայման կբացահայտվի, իհարկե կբացահայտվի։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց այնքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամանի այդ տունը ինչ ասեմ ասենք։ ԿՊԱ-ական падգամավորը կրկին կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետությանն անդրադարձավ։ Ձեր առածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղումը։
որովհետև այդ process-ը օրինակ ո՞նց է տեղի ունենում։ Բոլորով հավաքվում եք, բոլորով անխտիր, օրինակ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք, եկեք գնանք սահմանադրական դատարանում ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք որ սահմանադրական դատարան չեղարկի այս օրենքը։ Մինասյանն էլ արձագանքելով ՔՊԱ-ական պատգամավորներին հայտնեց, թե ապօրինի գույքը պետք է իրավունքի ուժով բռնագանձվի։ Մինասյանի ձևակերպումն այսպիսին էր՝ ապօրինի գույքի բռնագանձումը պետք է ոչ թե անցյալ ժամանակով դիտարկել, այլ անցյալ կատարյալով։ Շվեյցարիայում Ամերիկայի եւ Չինաստանի միջև անցկացված առևտրային երկօրյա բանակցությունները ըստ ամենայնի դրական արդյունք են ունեցել։ Չինաստանի ներկայացուցիչները խոսել են կարևոր համաձայնության հանգելու եւ տնտեսական երկխոսության համար նոր ֆորում ստեղծելու մասին։ Բանակցությունների մասին այլ մանրամասներ կողմերը չեն հայտնել։ Չինաստանի փոխվարչապետը սակայն նշել է, որ հրապարակվելիք համատեղ հայտարարությունը աշխարհի համար լավ նորություններ է պարունակելու։ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունն է հայտարարել լուծարման մասին։ Բացի դրանից այն հայտարարել է նաև 40 տարուց ավելի Թուրքիայի հետ շարունակվող զինված հակամարտությունը դադարեցնելու որոշման մասին։ Հիշեցնենք, խմբավորման առաջնորդ Աբդուլլահ Օջալանը դեռ փետրվարին էր հանդես եկել կուսակցությունը լուծարելու կոչով։ Չկազմը պատրաստվում է Կատարի թագավորական ընտանիքից ընդունել սուպեր շքեղ Boeing 747-8 ինքնաթիռը, ժամանակավորապես օգտագործելու որպես Air Force One հաղորդել է այս մասին ABC News-ը։ Ինքնաթիռը, որը հայտնի է ներքին հարդարման շքեղությամբ, միջազգային մամուլում երբեմն անվանում են թռչող պալատ։ Ինքնաթիռի շուկայական արժեքը կազմում է մոտ $400 միլիոն, ինչը այն դարձնում է երբևէ Միացյալ Նահանգներին օտարերկրյա կառավարության կողմից արված ամենաթանկ նվերը։ Համացանցում տարածվել է մի զավեշտալի տեսանյութ, որում արչամկների կռիվ է եւ որն էլ խցանում է առաջացրել ճանապարհին դեպքը տեղի է ունեցել Չինաստանում։ Հայաստանում այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղեն ու միրգը թանկացել են։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9, միրգը 7.9%-ով։ Մասնավորապես հայաստանցիների համար շատ սպառվող կարտոֆիլի գինը 47%, վարունգինը 16.6, խնձորինը 16.4, ելակինը 23.7%։ Անցած տարի Հայաստանում քննվել է 437 քրեական գործ անչափահասների նկատմամբ, որից 167-ը հետաձգվել է 2023-ից, իսկ 311-ը ընդունվել է շրջանառության 2024-ին։ Այս մասին ազգային ժողովում հայտնել է քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը քննչական կոմիտեի գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։ Մեծ մասը մոտ 300 վարույթ հարուցվել է քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից եւ միայն 11-ն է ստացվել այլ բաժիններից, հավելել է Արթուր Պողոսյանը։ Ուժգին քամին հանգստյան օրերին Երևանում ու մարզերում ավերածություններ է գործել, ծառեր տապալել։ Խորենացի Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում քամու հետևանքով ծառն արմատից պոկվել ու տապալվել է։ Վնասվել է խաչմերուկում տեղադրված երթևեկությունը, կարգավորող ցուցանակը, բարեբախտաբար տուժածներ չեն եղել։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, իսկ Երևանի քաղաքապետարանի եւ կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մի քանի ժամ որևէ ներկայացուցիչ չի ժամանել։ Երթևեկության ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն է վնասվել։ Իսկ ահա Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում քամին բնակչի տան թիթեղյա տանիքն է պոկել ու շպրտել։ Այն ընկել է 7-րդ փողոցում կայանված մեքենայի վրա։ Ինչ է, բնակելի է, թե։ Հա, բնակելի է։ Երկու չկա հավաքել են գրեշը։ Կոտրվել է նաև տեղադրված բետոնե էլեկտրասյունը, մի ամբողջ փողոց հոսանքազրկվել էր։ Օպերատիվ են գործել միայն փրկարարության Վաղաշապատի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Նրանք հատուկ սարքավորումներով փողոցից հեռացրել են թիթեղյա տանիքն ու փայտե կառուցատարերը։ Երջանիկ պատահականությամբ բարեբախտաբար ուժասեր չկան, սակայն քաղաքացում պատճառել խոշոր չափի նյութական վնաս։ Բարեբախտաբար տուժածներ չեն եղել, ու չնայած որ գյուղացիները հայտնել են, թե համայնքի ղեկավարի աշխատակազմին ու Էլցանցին եւս տեղեկացրել են, սակայն այնտեղից որևէ աշխատակից չէր ժամանել։ Մայիսի 10-ին Մայրաքաղաքում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Արխության 10 հասցեում քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել։ Փրկարարները դուրս են բերել
մահացածի մարմինը։ Ժամանել են ոստիկանության Արաբգիրի բաժնի պետը, բաժնի պետի տեղակալը, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել նշված գործիքի մեջ, որի մեջ եղել են նաև մեծ քանակի քարեր, պարզվում է։ Մայիսի 11-ին Արմավիր Արտենի ճանապարհին Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնեսյանը, կոտրել այն, այնուհետև բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել, հայտնվել դաշտում։ 2 հոգի տեղափոխվել է Թալին բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Դարձյալ մայիսի 11-ին Իջևան Սևան Երևան ճանապարհին 30-ամյա Գեգամ Համբարձումյանը ՈՒԱԶ 469-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե պատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել դեպի Երևան ընթացող 41-ամյա Վահե Ասլանյանի գազ 3102-ին։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Մայիսի 10-ին Երևան Վանաձոր ճանապարհի Քուչակ բնակավայրի վարչական տարածքում բախվել են ջիպը եւ Ֆորդը։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք վիրավորներին տեղափոխել են Ապարան բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Բախման հետևանքով տեսնում եք 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Ֆորդն էլ բախվել է գազատար խողովակի երկաթեսյանը, կոտրել այն։ Նույն օրը Նորամար գյուղում բախվել են 64-ամյա Ժորայի Գազելը եւ 35-ամյա Դավիթ Իզիլը։ 1 հոգի տեղափոխվել է Մասիս բժշկական կենտրոն։ Գազելը կողաշրջվել է։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Փրկարարծառայության Մասիսի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Դեպքի մասին արդեն Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ Մայիսի 9-ին Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են Ինֆինիտին եւ Տոյոտա Քեմրին։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատից կոտրել ծառն ու բախվել քարե պարսպին, իսկ Ինֆինիտին շրջվել է։ 2 հոգու օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, հետո տեղափոխել Արմավիր բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Կարելի ասել վթարը տեղի ունեցել Արագաչափի մի քանի մետր դեպի Արմավիր քաղաք։ Դարձյալ մայիսի 9-ին 66-ամյա Արտաշը Միցուբիշիով Երևան-Գյումրի Բավրա M1 ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի բետոնե եզրաքարերին եւ կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վարորդն ու 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ է գործել Թալին բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ժամանել են նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի ոստիկանության հերթապահ խումբը։ Մայիսի 10-ին Մայրաքաղաքում է արտակարգ դեպք տեղի ունեցել ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Սարալանջի փողոցում ծառայություն կատարելիս Սարալանջի 1 հասցեում քարերի եւ երկաթե խողովակների մոտ մարդու ոտքեր են նկատել։ Պարեկները հայտնաբերել են 18-ամյա Էդուարդին, անօգնական։ Փրկարարները պարեկների հետ հատուկ ճոպաններով վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային։ Բժիշկները նախտեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Իսկ մայիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Նիգավանում գտնվող գետից հովիվը դուրս է բերել տղամարդու մարմին։ Ժամանել են փրկարարներն ու պարեկները։ Նախնական տեղեկություններով մահացած է 70-ամյա Ալեքսանդրն է։ Տղերքը ման են գալի։ Եվ Մարմարիկում շարունակում են որոնել 2-ամյա Տիգրանին։ Փրկարարները Մարմարիկի ու նաև հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ, ինչպես նաև կամավորականները, այդ թվում ռաֆթինգին Արմենիա եւ Հայաստանի զբոսաշրջային ռաֆթինգ ֆեդերացիայի մեծ թվով անդամներ, հաճախ անտեսելով եղանակային վատ պայմաններն ու գետի վարարումը, անում են ամեն ինչ որոնողական աշխատանքները 1 րոպե անգամ չդադարեցնելու համար։ Այսքան եկան արդեն։ Հատուկ այդ նավակով մտնում են վարար գետը, որպեսզի շարունակեն որոնական աշխատանքները։